Տարվա ընթացքում քանի խմբային ճամփորդություններ եք ունենում։ Տարվա ընթացքում ունենում ենք 12-ից 14 խմբային ճանապարհորդություն։ Ու բոլորը կրուիզային ֆորմատի։ Բոլորը կրուիզային խմբային ճանապարհորդություններ են։ Միջերկրականի ավազանից դուրս այլ ուղղություններով կրուիզային խմբային ճամփորդություններ ունեք։ Իհարկե, բացի միջերկրականից ունենք Բալթիկ ծոց, Պարսից ծոց, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս եւ այդպես շարունակ։ Որոնք են կրուիզային ճամփորդությունների առավելությունը սովորական տուրերի համեմատ։ Կրուիզային ճանապարհորդությունը սովորական ճանապարհորդությունից տարբերվում է նրանով, որ մենք մեր իրերը անընդհատ չենք հավաքում ճամպրուկներում եւ բացի դա տեսնում ենք մի քանի երկրներ, վայելում ենք մի քանի քաղաքներ եւ չենք ընդհանրապես չենք հոգնում այդ ամբողջ ճանապարհորդությունից։ Ու նաև կարծում բավականին հետաքրքիր է, որ դու քո ճամփորդության մեծ մասը անցկացնում ես ծովի վրա։ Ինչ սկզբունքով եք ընտրում նավը եւ երթուղին կրուիզային խմբային ճամփորդություններ կազմակերպելիս։ Երթուղին ընտրում ենք այն երկրները, որը որ չենք եղել եւ ըստ պահանջի մենք տարին մի քանի անգամ կազմակերպում ենք նույն ուղղություններով կրուիզային խմբային ճանապարհորդություն։ Կարծում եմ նաև մեծ առավելություն է հանդիսանում թռիչքները, ճիշտ եմ հասկանում, քանի որ վերջին շրջանում Հայաստանից բավականին շատ թռիչքներ կան դեպի Եվրոպա, նոր բացված, դեպի Իսպանիա, դեպի Ֆրանսիա, Իտալիա, բազմաթիվ ուղղություններ, ենթադրում եմ դա եւս պատճառ է հանդիսանում։ Թռիչքները իհարկե դա մեծ առավելություն է, որ Հայաստանից միանգամից զբոսաշրջիկը մեկնում է տվյալ երկիր, որտեղից որ պետք է սկսի մեր ճանապարհորդությունը։ Երևի թե ամենախանգարող բաներից մեկը դա երկար թռիչքներն են, մի քանի թռիչքից բաղկացած ճամփորդությունները եւ ուրախ եմ, որ կազմակերպում եք նմանատիպ ուղղություններ, որպեսզի հայ զբոսաշրջիկը հնարավորություն ունենա աշխարհը բացահայտել, Եվրոպան բացահայտել, ծանոթանալ նոր քաղաքակրթության, նոր մշակույթի, նոր գույների, նոր համերի հետ։ Ինչպիսի մարդիկ են հիմնականում ընտրում կրուիզային ճամփորդությունները։ Ընտանիքները, ընկերները, թե շատ փորձառու ճանապարհորդները, որոնք են այն մարդիկ, ովքեր հիմնականում օգտվում են կրուիզային խմբային ճամփորդություններից։ Կրուիզային ճանապարհորդություն ընթացքում ունենում ենք բոլոր տեսակի ճանապարհորդողներ, ընտանիքներ, ընկերներ, կրուիզային ճանապարհորդությունը նախատեսված է բոլորի համար։ Մենք ճանապարհորդում ենք, կարելի ասել, փոքրիկ քաղաքով, որը գնում է ջրի վրայով եւ ամեն ինչ ներառված է կրուիզային ճանապարհորդության ընթացքում նավի մեջ։ Մենք այսպես շատ գեղեցիկ ներկայացնում եւ խոսում ենք կրուիզային ճամփորդությունների մասին։ Համոզված եմ մեր հեռուստադիտողին շատ հետաքրքիր է, թե ինչու պետք է զբոսաշրջիկը ընտրի խմբային կրուիզային ճամփորդություն, այլ ոչ թե ինքնուրույն գա եւ մասնակցի կրուիզին։ Խմբային ճանապարհորդությունը տարբերվում է անհատականից նրանով, որ խմբայինի ժամանակ տուրիստը վճարում է մեկ գումար, փաթեթի համար նախատեսված, որի մեջ ներառված է հայ ուղեկցողը, ներառված է բոլոր քաղաքների տուրերը, որն է այն պահը կամ փորձառությունը, որը ամենաշատն է տպավորում զբոսաշրջիկին կրուիզային ճամփորդության ընթացքում։ Առաջի հայացքից զբոսաշրջիկը զարմանում է նավի մեծությունից, նավի սպասարկումից, որպես փոքրիկ քաղաք զարմանում է մեկ նավի վրա ոնց կարող է այդքան շատ ծառայություններ լինել, այդքան շատ շքեղություն ներառվի եւ նաեւ զարմանում են օրը մի քաղաքում լինելով։ Օրինակ այսօր մենք գտնվում ենք Ջենոայում, Իտալիայի քաղաքներից շատ հրաշալի վայրում, որ մեր տուրիստները ուղղակի հիացել են։ Չմոռանանք, որ սա երբեմն ամենահարուստ քաղաքներից մեկն է եղել եւ նրա պորտը, որտեղ որ Իսպանիան մեր կրուիզային նավն է կայանած, եղել է Եվրոպայում ամենահզորներից մեկը եւ իշխել է ամբողջ միջերկրական ծովում։ Այո, իսկ մենք վաղը լինելու ենք Մարսելում։ Կարծում եմ տպավորություններից մեկը այն է, որ դու ամեն օր արթնանում ես նոր քաղաքում ուղղակի, ոչ թե ստիպված ես լինում դու ինքդ գնալ այդ քաղաք, այլ կրուիզային նավը հոգում է քո փոխարեն այդ հարցը եւ ինքը քեզ հասցնում է այդ քաղաք եւ ամեն օր արթնանում ես մի նոր քաղաքում։ Կարծում եմ սա երազի նման ինչ-որ մի բան է, հա, արթնանալ ամեն օր մի երանելի քաղաքում, որի մասին ժամանակին երազել ես, ցանկացել ես լինել ու
Այսօր ունես այդ հնարավորությունը մեկ շաբաթ ամեն օր արթնանալու տարբեր քաղաքներում։ Ուղղակի ֆանտաստիկ է։ Այսքանից հետո եթե մեր հեռուստատողի մոտ ցանկություն առաջացավ մասնակցելու կրուիզային ճամփորդության եւ նա առաջին անգամ է, ինչ խորհուրդ կտաք։ Խորհուրդ կտամ միանալ մեզ։ Մենք կառաջարկենք շատ հետաքրքիր ճանապարհորդություններ, շատ հետաքրքիր արժեքներ եւ իհարկե խոստանում եմ շատ լավ ճանապարհորդություն։